Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 5-ն է եւ հիմնական հարցը, որը որ ձեզ հետ հիմա ուզում եմ քննարկել, դա ռուսական հիստերիան է, ճիշտ է, մենք այլ կարևոր հարցեր նույնպես ունենք քննարկելու Մակրոնի պետական այցը Հայաստան, տեսնում ենք հետաքրքիր հայտարարություններ են հնչում, նույնիսկ համերգային ծրագրեր են կազմակերպվում Փաշինյանի եւ Մակրոնի կողմից, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է հիմա գործում ռուսական ռոպագանդան, ինչ հայտարարություններ են արվում եւ այդ հայտարարություններին ես ուղղակի չեմ կարող չարձագանքել, ճիշտ է Իրանից էլ կխոսենք, բայց հիմնական թեման եւ ամենակարևոր հարցը ռուսական հիստերիան է։ Սկսենք երևի նրանից, որ ռուսական արդեն պետական հերոստալիքներով, հատկապես Ռոսիա հերոստալիքով հստակ զուգահեռներ են անցկացնում Ուկրաինայի եւ Հայաստանի։ Ասում են Ուկրաինայում էլ նույն ամեն ինչ այդպես էր սկսվում եւ ժողովուրդները մեղավոր չեն, իրենց ձևակերպումներն եմ ասում։ Ժողովուրդները մեղավոր չեն, դրանց ղեկավարներն են մեղավոր, որ հասցնում են ահա այդ վիճակին Հայաստանում մեկ ամսից ընտրություններ են, հայերը իրենք ինքնուրույն կարող են ընտրություն կատարել ու փաստացի սպառնում են շատ լուրջ, բայց ժողովուրդները իրոք մեղավոր չեն։ Ռուս ժողովուրդն էլ մեղավոր չէ, որ ունի Վլադիմիր Պուտին, որը որ երկիրը տանում է կործանման եւ ոչ թե զարգացման, այսօր Ռուսաստանում համատարած ինտերնետի անջատումներ են, մենք տեսնում ենք թե ինչ է տեղի ունենում, տնտեսական շատ լուրջ անկում է գրանցում, մարդու ազատությունների մասին ընդհանրապես այլևս խոսել պետք չէ եւ օրեցօր կյանքը վերածվում է դժոխքի։ Այն երբ Ռուսաստանը, որպես աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը, միշտ ասել եմ, Ռուսաստանի հողը ունի ամեն ինչ, հսկայական տարածք եւ ամեն ինչ, եթե նորմալ ղեկավարությունն է Ռուսաստանը, ոչ միայն քաղաքակիրթ երկրների շարքում կդասվեր Ռուսաստանը, այլ շատ լուրջ եւ մեծ տնտեսական զարգացում կունենար եւ որևիցե խնդիր չունենա իր հարևան երկրների հետ։ Ինչու այսօր փաստացի գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, բացի Բելարուսից, քանի որ Լուկաշենկոին միայն Պուտինն է պետք եւ Պուտինին միայն Լուկաշենկոն ասում էր ում եք պետք դուք հայերը, փաստացի մենք հիմա տեսնում ենք ում ենք պետք, իսկ Բելարուսը նույնպես բնականաբար պետք է, բայց ինքը ոչ ոքին պետք չէ, բացի Վլադիմիր Պուտինից։ Եվ ահա այդ երկու չզարգացած հետադիմական երկրները փաստացի ընտրել են իրենց զարգացման ուղին, բանտարկելով իրենց մեջ ռուս եւ բելարուս ժողովրդին։ Դրա հետ ես կարող եմ համաձայնվել, բայց եթե մենք իրենց օրինակ բերենք, հա ռուս ժողովուրդը մեզ բարեկամ ժողովուրդ է, ես ինքս անձամբ վատ չեմ վերաբերվում ռուս ժողովրդին, բայց մենք նույնպես հասկանում ենք, որ ռուս ժողովուրդը այսօր ինքն էլ չունի ընտրելու հնարավորություն եւ իրավունք։ Պուտինի ռեյտինգը տապալվում է, այս տարի նույնիսկ զորահանդես չեն կարող անցկացնել Կարմիր հրապարակում եւ այդ երկրից մեզ հուշում են, թե մենք ինչպես պետք է ապրենք։ Դրանց բացի Սամվել Կարապետյանը երեք հայտարարությամբ է հանդես եկել, կարծես Բրեժնևը հայտարարություն անելիս լիներ, ասում է, որ իրեն շատ է մտահոգում եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը, քանի որ սա նախընտրական աջակցություն է Նիկոլ Փաշինյանին, ում մնացել է 1 ամիս, եւ դա խնդիրներ է ստեղծելու, պաշտպանելու է Հայաստանը Ռուսաստանից, նման ինչ-որ հայտարարություն է անում, մի քիչ դժվար է հասկանալ, ճիշտն ասած, ասում է, որ այդ գագաթնաժողով պաշտպանելու կարիք ունեն Փաշինյանին, թե Հայաստանը, չեմ կարող հասկանալ, բայց ումից ուրեմն Ռուսաստանը Հայաստանի վրա հարձակվելու ինչ-որ նպատակներ ունի եւ Սամվել Կարապետյանը խոստովանում է, որ այդ գագաթնաժողովով Եվրոպան, ՆԱՏՕ-ն պաշտպանում է Հայաստանը Ռուսաստանի հարձակումից, Ռուսաստանի սպեցօպերացիայից, Ռուսաստանի ծրագրից, որով որ փորձելու են իշխանափոխություն իրականացնել, փաստացի դա է դուրս գալիս։ Եվ վերջում նա նաև ասում է այն, որ մտահոգություն ունի, թե դա կարող է բացել 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան։ Սա կրկին ու կրկին պետք է հստակ ասենք, որ չի համապատասխանում իրականության, քաղաքական հայտարարություն է։ Նման բանակցություններ այս պահի դրությամբ չեն ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, չեն ընթացել եւ չեն էլ ընթանա։
Քանի որ Հայաստանը չի քննարկում այս վայրդրությամբ արցախցիների վերադարձի հարցը, հենց դրա համար էլ չի քննարկում, որպեսզի Ադրբեջանն էլ իր հերթին այդպիսի հարց չբարձրացնի, եւ եթե նույնիսկ բարձրացնեն այդ 300,000 թիվը շատ մեծ չափազանցված է, բայց կրկնեմ, նման հարց չի բարձրացվել եւ չպետք է բարձրացվի, այս պահի դրությամբ դա ուղղակի տեղեկատվական եւ քաղաքական պայքարի մաս կազմող հայտարարություններ են, իսկ եթե Հայաստանում իշխանություն փոխվի, Ռուսաստանից թելադրված քաղաքականություն վարել սկսել Հայաստանը, ոչ անկախ քաղաքականություն, ապա Ադրբեջանը կարող է պահանջել 300,000 չէ, կարող է նույնիսկ 500,000 ադրբեջանցիների բնակեցման պահանջ ներկայացնի Հայաստանին եւ նոր պատերազմը սկսի, Սյունիքն էլ վերցնեն, մենք այս մասին սիրելի հայրենակիցներ շատ լավ գիտենք։ Փաստերով փաստացի մենք գիտենք։ Ընդամենը 4 տարի առաջ էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, իսկ ինչի հիմա Ադրբեջանը չի հարձակվում Հայաստանի վրա, ինչի Ալիևը ամեն օրվա ռեժիմով խոսում է խաղաղությունից, փորձում է քննադատել Եվրոպան, փորձում է քննադատել Եվրոպական խորհրդարանը, բայց շատ լավ գիտակցում է, որ այդ բոլոր առաջնորդները, որոնք որ երեք հավաքվել էին Հայաստանում, միանշանակ աջակցելու են Հայաստանին, ինչպես որ հիմա աջակցում են Ուկրաինային։ Դրա համար Ալիևը շատ զուսպ է եւ հասկանում է, որ նման քայլ իրականացնելու դեպքում ինքը այլևս չի կարողանա նավթ եւ գազ վաճառել Եվրոպային եւ ավելի խոր ազդեցության տակ կհայտնվի Ռուսաստանի դաշնությունից։ Իսկ Ադրբեջանը Ալիևը կոնկրետ չի ցանկանում, որպեսզի Ադրբեջանը վերածվի ռուսական գուբերնիայի, ինչքան էլ լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ, ինչքան էլ խորամանկ նենք տակից խաղեր խաղան մեր դեմ, ծրագրերը դավեր հյուսեն ադրբեջանցիները ռուսների հետ, այնուամենայնիվ Ալիևը չի ցանկանում, որպեսզի Ադրբեջանը վերածվի ռուսական գուբերնիայի։ Դրա համար է, որ Ալիևը զուսպ է եվրոպական առաջնորդներին եւ Կանադայի վարչապետին տեսնելիս Ալիևը զուսպ է։ Ալիևը խոսում է խաղաղությունից։ Եվ հետևաբար Սամվել Կարապետյանի պնդումը, որ այս գագաթնաժողովը նվիրված է փոքրիկ խմբակին մեր բարեկամ երկրներից հոգնակի է ասում պաշտպանելու համար, փաստացի այդ բարեկամ համարվող երկրները, երևի Բելարուսը եւ Ռուսաստանը, ուզում են Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, կամ սա իրականության խոստովանություն է, որ այդ երկրները ուզում են Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, կամ այդ հայտարարությունը, եթե վերաբերվում է երկրին, խոստովանություն է, որ եվրոպական առաջնորդները պաշտպանում են Հայաստանը Ադրբեջանից, Ռուսաստանից եւ Բելարուսից։ Այնց բացի մենք տեսնում ենք Ռուսաստանի նախկին նախագահ Դիմիտրի Մեդվեդևի հայտարարությունը Փաշինյանի եւ Պուտինի մասով, փաստացի նա կրկին վիրավորել է Փաշինյանին, անվանելով Փաշինյանին եւ Զելենսկիին անուղեղ ռուսատյացներ։ Նախ մարդը ինչ աստիճան կարող է ցած ընկնել, եթե ինքը զբաղեցրել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը, հիմա բոմժի հայտարարություններ է անում, պարեսպոնի իմաստով փողոցային բոմժի հայտարարություններ է անում եւ այս հայտարարություններով ինքը ցույց է տալիս իր էությունը, իր մակարդակը, իր որակը, անվանելով Փաշինյանին եւ Զելենսկուն անուղեղ ռուսատյացներ։ Բայց կարևորը այն է, որ իրականում անուղեղ ռուսատյացը ինքն է, որ ինքը եւ իր ընկեր Վլադիմիր Պուտինը հասցրել են Ռուսաստանը հայտ վիճակին, Ռուսաստանի ժողովրդին, մեր բարեկամ Ռուսաստանի ժողովրդին այդ վիճակին։ Սա է իրականությունը։ Եվ պետք է հասկանալ, թե ում պատճառով է, եւ կրկին ու կրկին մեկ անգամ եւս, թե մենք, թե իրենք, թե բոլորը պետք է մտածեն, թե ում պատճառով է Ռուսաստանը այս իրավիճակում հայտնվել, ում հրաշալի ուղեղի պատճառով է, որ օրինակի համար այսօր ռուսական չեբոքսարների վրա բազմաթիվ դրոններ են պատտել, միայն այսօրվա ընթացքում ռուսները կարողացել են որսալ ուկրաինական 289 դրոններ, պատկերացնում եք, ուրեմն Ուկրաինան ինչքան դրոն է միայն մեկ գիշերվա ընթացքում կարողանում արձակել, իսկ դրանցից 6-ը Մոսկվայի վրա են
հայտնվել այդ դրոները։ Եվ կրկնեմ, այսօր Ռուսաստանը վիճակի չի անցկացնել նույնիսկ հաղթանակի շքերթ։ Ու չնայած որ այդպիսի հայտարարություններ են հնչում Ռուսաստանից եւ Երևանից, հələ դեռ շատ հայտարարություններ կլինեն, դեռ մենք Մարգոյի հայտարարություններին չանդրադարձանք, վստահ եմ անպայման այս մի քանի օր այսօր վաղը կամ մի երկու օրվա մեջ խոսելու է Զախարովան, հարցերը շատ կլինեն խոսելու։ Կարևոր է նշել, որ երեք շատ բարձր մակարդակով ընդունելություն տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահի համար Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին շատ ջերմ ընդունելություն կազմակերպեց, նույնիսկ միասին նվագում եւ երգում էին, դրան մենք ականատես եղանք, բայց ամենահետաքրքիրը Փաշինյանի հայտարարություններ նա անվանեց Մակրոնին ընկեր եւ եղբայր հայ ժողովրդի համար եւ հստակ նշեց, որ Մակրոնի դերը Հայաստանի համար այս փուլում իսկապես կարեւորագույնն է։ Մեր հարաբերությունները արդեն շատ բարձր մակարդակի վրա են եւ մենք կամրապնդենք դա ռազմավարական գործընկերությամբ, հայտարարեց Փաշինյանը։ Այսօրվա այցը յուրահատուկ է, Ֆրանսիայի նախագահը մեր ընկերը գտնվում է Հայաստանում, ասում է Փաշինյանը, մենք անցել ենք գոյատևման տրամաբանությունից դեպի զարգացման տրամաբանություն, դեպի իրական Հայաստան։ Եվ ամենակարևոր մասը հայտարարության ասում է, որ շրջադարձային պահը տեղի ունեցավ Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Մակրոնը ցուցաբերեց հազվագյուտ վճռականություն։ Փաշինյանը ասում է, թե այն ինչ ես տեսա այդ ժամանակ նման համոզմունք եւ ազնվություն ես երբեք չեմ տեսել որևիցե այլ տեղ։ Նրա խոսքերով հենց այդ ժամանակ էլ սկսեցին ձևավորվել Հայաստանի ներկայիս իրականության հիմքերը։ Փաշինյանի խոսքերով սա բացեց խաղաղության, անվտանգության եւ զարգացման հեռանկար, Մակրոնի աջակցությունը ոչ միայն ինստիտուցիոնալ էր, այլև անձնական։ Այն պահերին, երբ թվում էր, թե աջակցություն չկա, մենք զգացինք նրա ձեռքը։ Նրա պատասխանը միշտ արագ, կոնկրետ եւ գործնական էր, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, եւ ինչպես արդեն նշեցի, նախագահականում շատ ջերմ հետաքրքիր ոճով ընդունելություն, մենք տեսնում ենք ամենուր այդ կադրերը, հետո տեսնում ենք, թե ինչպես երեկոյան միասին ոչ ֆորմալ ձևով սեղանի շուրջ զրուցում էին, որին մասնակցում էր նաեւ Ալեն Սիմոնյանը, մի խոսքով շատ հետաքրքիր եւ տպավորիչ միջավայր, շատ կարեւոր հանդիպումներ մեզ համար, որոնք որ հստակ ցուցադրում են, թե ինչ բարձր որակի են գտնվում այսօր հայ-ֆրանսիական հարաբերությունները։ Եվ հիմա սիրելի հայրենակիցներ, այս պահին Հայաստանում մեկնարկում է Հայաստան-Եվրոպա առաջին գագաթնաժողովը, համոզված եմ, որ դրանից էլ շատ բան կունենանք մենք ապագայում խոսելու։ Իրանի շուրջ մի քանի խոսքով ընդհանրապես ասեմ, որ գիշերը դուք ականատես եղաք, թե ինչպես Իրանը մի քանի հրթիռ արձակեց Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ, հրթիռներից մեկը այնուամենայնիվ կարծես թե տեղեր հասել, չնայած որ 3-ը որսացել էին, 4-րդ հրթիռը տեղեր հասել, այն նաև վնասել էր կամ առանձին հրթիռով վնասել էին հարավային կորեական մեծ տանկեր էր վնասվել, նաև կային վիրավորներ, Հնդկաստանի քաղաքացիներ։ Թրամփը մի քանի հայտարարությամբ հանդես եկավ, որը որ հստակ ցույց է տալիս մեզ, որ պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել, այս 24 ժամերի ընթացքում կարող է վերսկսվել։ Մենք նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունից ունենք հաղորդագրություն, որ երեկվա ամբողջ օրվա ընթացքում Միացյալ Նահանգները խոցել են 6 իրանական փոքրիկ նավակներ, արագագնաց նավեր, այսօր անհասկանալի հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին Հորմուզի նեղուցի մասով, նա ասում է, որ հստակ մեծ ճգնաժամ կա Հորմուզի նեղուցի շուրջ եւ այն բանակցությունները, որոնք որ թեթև նույնիսկ առաջընթաց ունեն, դա Պակիստանի շնորհիվ է, չնայած Պակիստանն էլ մի քանի օր առաջ լավ փնովում էին պարսիկները եւ Արաքչին ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է զգուշ լինեն, որպեսզի չներքաշվեն նոր պատերազմի մեջ եւ դրա մեջ չներքաշեն Միացյալ Արաբական Էմիրությունները։
Տեսնենք թե ինչպես կզարգանան իրադարձությունները այս պայդրությամբ, ահա այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։